Ժողովուրդ ջան, մի փոքր կապը ոնց որ լավ չէր, անջատվեց, միացավ։ Ներողություն եմ խնդրում։ Գրեք տեսնեմ ոնց եք։ Ողջունում եմ բոլորին։ Խնդրում եմ գրեք, որ ձայնս լսվում է։ Շատ կարևոր, շատ մեծ հարգանքով եթեր ունենք կոսպեկտավորված, կարելի այսպես ասել, ու եթերն ունի անուն։ Ուզեմ, որ այս եթերի անունը դնենք վերադարձեք տուն։ Եթերը շատ կարևոր է ու կարևոր մարդկանց համար է։ Ժողովուրդ ջան, եթե լսվում է իմ ձայնը, գրեք լսվում է, ըստ դրա անցնենք բուն թեմային։ Ժողովուրդ ջան, տեսնում եմ, որ միացաք, շնորհակալ եմ միանալու համար։ Հարազատներս նախ եւ առաջ ուզում եմ ողջունեմ դրսում ապրող մեր բոլոր հայերին, սփյուռքահայերին, այն մարդկանց, սփյուռքահայերը այն մարդիկ են, որ 18 թվից մինչև առ այսօր, հեղափոխությունից մինչև առ այսօր իմ հետ են, իմ ազգի հետ են, իմ ժողովրդի հետ են, իմ պետության ու պետականության կողքին կանգնած են հեռվից հեռու, հազարավոր կիլոմետրներ հեռու, մեծ ջանքեր են թափել Հայաստանի հայրենիքում ապրող հայ զինվորի, սոցիալապես անապահովի, տուժածի կողքին են եղել բազմահազար հայեր, կարելի ասել։ Հենց այդպես էլ եղել է, այդպես է կոսպեկտավորվել այս ամեն ինչը, ժողովուրդ ջան։ Ու ես այսօր խոսալու եմ ձեր սրտի խոսքը, ես այսօր արտահայտվելու եմ ձեր սրտի կուտակվածը, երբ որ զինվորներին գումարով օգնում եք, հաշվանդամներին, պատերազմի դաշտով անցած ընտանիքներին, պատերազմ տեսած ընտանիքներին, ասում եք Ռուստամ ջան, երանի չերը տելնենք, այդ նախկին ալյանդակների պատճառով փախան, գնացին, լսվում է բարի երեկո հարազատը, շնորհակալ եմ, գնացինք մենք մեր երկրից, նես չի ստեղ փրթած թափածա Ռուստամ ջան, հիշում եմ այդ բոլորի խոսքերը, մինչև առ այսօր էլ լսում եմ այդ խոսքերը իմ դրսի հայերից, ուրեմն ինչ եմ ուզում ասած լինեմ, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը անկախ ամեն ինչից, անկախ սոցցանցերում տարբեր կուսակցությունների կողմից անհիմն հայտարարություններ խայտառակելու բովանդակալից քայլեր անելուց ի վեր թեկուզ Հայաստանի Հանրապետությունը կանյացակայուն հիմքերի վրա, Հայաստանի Հանրապետությունը ծաղկել է, բարգավաճել է, բարգավաճում է, շենանում է, ուստի կոչ եմ անում, որ վերադառնաք, վերադարձեք հայրենիք, վերադարձեք ու կանգնեք մեր պետության կողքին, նամանավանդ այս ընտրական process-ը, երբ որ կսկսվի, մենք դրսի հայերի մեծ աջակցության կարիք ունենք, քանի որ Հայաստանը ընտրող թիմին կողքին կանգնած են մյուս ընտրող թիմերը, որոնք ողողված են, կարելի ասել վարձկան ընտրյալներով, մենք ունենք մեր սփյուռքի հայության կարիքը, վերադարձեք Հայաստան, սիրելի հայրենակիցներ, ասեմ ձեզ Սփյուռքում ապրող մեր հայերին, որ Հայաստանի Հանրապետությունում 99% զարգացած շինարարական աշխատանքները այն կերպով են առաջ ընթանում, որ ընդհանրապես գրեթե էլ շինարարություն անող գրուպաները, բրիգադները, խոպանչիները 99%-ը մնում են Հայաստանում ու շինարարական աշխատանքները իրականացնում են արդեն իսկ Հայաստանում իրանց հող ու ջրի մեջ։ Ուստի եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի հայերին, բազմահազարանոց մեր հայերին, այն հայերին, որ սրտացավ, ապրեց օտար ափերում, արցունքն աշկին, Հայաստան բառը չմոռացավ, ընդհանրապես հեռուստացույցի առաջից են կողմ չգնաց, սոցցանցերից դուրս չեկավ, բոլորի կողքին կանգնեց, բոլորի կողքին, օր ա եղել 36-37 հազար եվրո գումար են բաժանել պատերազմի անդառնալի օրերին, ման եմ եկել հարյուրավոր հիվանդանոցներում, հարյուրավոր պոստերում եմ եղել, չաստերում եմ եղել, ամեն տեղ եղել եմ, ամեն տեղ, դա սիրելի հայրենակիցներ, ձեր շնորհքն էր, ձեր լուման էր, այդտեղ նես չի որ փրթած է, նես չի որ ծառներից եք հավաքում, բոլորս էլ պարզ գիտակցում ենք, որ աշխատում եք, որ Հայաստանում մարդիկ աշխատում են, որ իրանց տները պահեն։ Նույն կարգավիճակում դուք այնտեղ որ աշխատում եք, մեզ եք պահում, ժողովուրդ ջան։ Մենք դա չենք ուրացել, մենք դա չենք մոռացել։ Իմինը ես
բոլոր այն հեռուստաեթերների ժամանակ, հրապարակներում, ցույցերի ժամանակ, բուկլետ բաժանելու ժամանակ, ամեն ընտրարշավի process-ի ժամանակ բոլոր տեղերում արտահայտվել եմ, բոլոր տեղերում, եթերներով, բոլոր տեղերում, որ Սփյուռքը միշտ կանգնածել է իմ պետության, իմ պետականության, իմ վաղվա օրվա կողքին ու մինչև առեսօր դուք մեր կողքն եք եղել։ Ըստ դրա կոչ եմ անում, որ վերադառնաք, Հայաստանը զարգացել է։ Մենք էլ Ամերիկայի, Եվրոպայի նման լավ մանկապարտեզներ ունենք, լավ դպրոցներ ունենք, շատ բարեկեցիկ, վերանորոգված եվրոպական ստանդարտներին համապատասխան կրթօջախներ ունենք։ Ամեն ինչ ունենք, ժողովուրդ, վերադարձեք, կանգնեք մեր կողքին, կանգնեք այն հողի վրա, որին որ կարոտով թողեցիք ու գնացիք, լավ օրվա համար չգնացիք իհարկե։ Իրոք մեծ ցավ է, ես երբ որ գնացի տնից այրոպորտի մինչև ինքնաթիռ նստելը Միջանցքում կանգնել եմ իմ ящикները ձեռս, չամադաններս, մի հատ մոր քուր ասեց տղա ջան շարժվի, ասեցի գիտես հեշտ է, ասեցի ինչ ա եղել, ինչով օգնեմ, ասի ոչ մի բան չեմ կարող իմ Հայաստանի մեջից դուրս գամ, շատ մեծ ցավ էր իմ համար, այդ ժամանակ ես ձեզ ավելի շատ հասկացա, բայց գնացի դե ես հույր էի, շատ լավ պահեցին, փայփայեցին, ոնց որ անցավ այդ process-ը մի պահ, մինչև գլխին գա ինչա կատարվում հետեկա, ուզում եմ ասեմ, որ օտար հողում ինչքան էլ լավ լինի, ձեր խոսքերն են սրանք, որ շուրջ 8 տարի է դուք ինձ այս խոսքերը ասել եք հեռախոսով, գալասավոյ, գրառումով, վերադարձեք ժողովուրդ, վերադարձեք, մենք ձեր բոլորին կընդունենք աղու հացով, գրկաբաց, Հայաստանի իրադռները կբացի Սփյուռքի առաջ, որովհետև Հայաստանի դարպասների ամբրության ամենակարևոր խողովակներից մեկն ու օղակներից մեկն էլ դուք եք ժողովուրդ ջան, Հայաստանի ամրապնդման, Հայաստանի բարեկեցիկ կյանքի, Հայաստանի ամեն ինչի մեջ Հայաստանում ինչ որ տեղի է ունենում, բոլորի մեջ ձեր լուման կա, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, հիմա մեզ պետքա որ հոգեպես, բարոյապես մարդիկ գնահատեն այն արածը, որ դուք եք արել ու դուք էլ հասկանաք, որ մեր դռները բաց է, ձեր տան դռներն ասա ու բաց է ձեր առաջ։ Եկեք, մենք ունենք լավ դպրոցներ, մանկապարտեզներ, վերանորոգված ճանապարհներ, եվրոպական ստանդարտներին համապատասխան Հայաստան արդեն իսկ չի անտեսվում ժողովրդի խոսքը, եթե ինչ-որ մի բան էլ անտեսվում է, բարձի թողի աչի հասել վերևներին դրա համար անտեսվում։ Ուստի կոչ եմ անում, որ գաք Հայաստան, ունենաք ձեր լուման, թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե ֆինանսապես, դուք այդ բոլոր հարցերում միշտ եղել եք Հայաստանի կողքին։ Հիմա որ գաք, հիմա մեզ ինչ է պետք ձեզանից, չեմ կարող մտքերս ճիշտ կոսպեկտավորեմ, ոնց որ թե մի քիչ սրտացավ կարգավիճակ է այս եթերը, որովհետև մարդիկ օտար ափերում անգամ Հայաստան բառը շուրթերին քնում են, Հայաստան բառը շուրթերին արթնանում են, հայ զինվորին չեն մոռանում, Հայաստանի Հանրապետությունը չեն մոռանում, կարելի ասել, դուք չեք լքել Հայաստանը, չգիտեմ խի ուղարկի ստեղ չեք, չգիտեմ ոնց ասեմ, ուստի կոչ եմ անում, որ վերադառնաք, կոչ եմ անում, որ վերադառնաք ֆիզիկապես, ֆինանսապես, ձեր ներդրումը ունենաք ձեր երկրում, ձեր հողու ջրի մեջ ու կարոտով չապրեք, եկեք գնացեք, եկեք հիմնական մնացեք ժողովուրդ ջան, մեր երկիրը ծաղկել է, մեր երկիրը բարգավաճել է, մեր երկիրը այսքան հալածանքների, այսքան ներսի թշնամու հարվածներից ի վեր էլի քայլում է դեպի առաջ, հետ չի նայում, կայուն հիմքերի վրա է հիմնված, սոցցանցերում տեղի ունեցած թողուբոհերը, իրար խայտառակելու, պախարակելու process-ները ընդհանրապես թող ձեզ չանհանգստացնի սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ու պետականությունը շատ կայուն հիմքերի վրա կանգնած է ու ծառայում է ի օգուտ ժողովրդի, ի օգուտ Հայաստանի Հանրապետության բարօրության, վաղվա օրվա քրիստոնյա ազգի այդ կերպարը խայտառակող համակարգն է մաքրվում, չգիտեմ, ամեն ինչ արվում է այս երկրի համար, այս երկրին միայն ու միայն Սփյուռքի սրտացավ հայերն են պետք որ վերադառնան տուն վերադարձեք, այնպես ոնց որ մեր զինվորներն են գալի ու մենք ուրախ դիմավորում ենք, մենք ձեզ տես կդիմավորենք, անպայման եկեք ու ձեր ներդրումը ունեցեք, ձեր բիզնեսը զարգացրեք Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում բիզնես զարգացման ոլորտը այնքան արագ է զարգանում, այնքան պատշաճ ֆոնի վրա է արթնանում, չեք պատկերացնի ժողովուրդ ջան, աջակցում են պետական հիմնադրամներ գոյություն ունի, պետական շատ ծառայություններ գոյություն ունի, որ բիզնեսմեն համակարգին օգնում են, աջակցում են, ֆինանսավորում են, տարածքի տրամադրում են անում, օֆիսների, գրասենյակների, չգիտեմ ոնց
արտահայտեմ մտքերս, ամեն ինչ նորմալ է Հայաստանում, վերադարձեք Հայաստան, սիրելի Սփյուռքի հայեր, վերադարձեք Հայաստան, որպեսզի մենք էլ ձեր արածների պատասխանը տանք Հայաստանում, որ տեսնեք, որ իրոք բարեփոխումները շատ մեծ են, թեպետ գիտեմ գալիս եք, շատերիդ հետ հանդիպում եմ, տեսնում եմ, որ գալիս եք, շատ ոգևորված, շատ հիացած հետ եք գնում, մեղադրելու էլ չի, որ հետ եք գնում, որովհետև 20 տարի, 30 տարի, 40 տարի շուրջ ապրել եք դրսում, ընդեղ եք ստեղծել, ընդեղ եք արարել, Հայաստանում էլ ձեր մեծ ներդրումն եք ունեցել եւս մեկ անգամ խոնարհվում ու շնորհակալություն եմ հայտնում դրսի հայերից, բայց ամենայն դեպս այսօր իմ պետությունն ու պետականությունն ունի ձեր կարիքը։ Ֆիզիկապես մենք ունենք ձեր կարիքը դրսի հայեր, վերադարձեք, հաստատ համոզված եմ վերև Աստված չեք փոշմանի, վերադարձեք, մենք շատ մեծ սիրով կընդունենք, կսպասենք ձեզ, ձեր վերադարձին, ձեր լումայի ներդրումն է կտեսնեք, մենք էլ կտեսնենք ձեր ներկայությունը, որը մեզ մեծ բավականություն կտա։ Մենք պետք է համախմբվենք, պետք է միամուր ուժերով կանգնենք մեր պետականության կողքին, որ ընդհանրապես ոչինչ չկորցնենք, թեպետ կորցնելու ոչ մի բան չկա, վտանգ չկա, որովհետև այսօր նույնիսկ սոցցանցերում քչփչում են մարդիկ, բամփասում են, լուրեր են տարածում, որ Ռոբերտասերժական կլանի սիրելի հարսը Սիրուշոն ինչ-որ մեծ գումարներ ա բերում Հայաստան, Ռուսաստանից, որպեսզի Պուտինի բարձր հովանի ներքո, իր կեսարի պապայի հովանի ներքո կոսպեկտավորեն ընտրությունների խեղաթյուրումը։ Ըստ դրա ասեմ ձեզ, մեզ գումարներ պետք չի դրսից, մեր ազգն ա պետք, մեր ժողովուրդն ա պետք, մեր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին ա պետք, ով կանգնացել է մեր պետության, մեր պետականության կողքին օտար ափերից, բայց ներկապային մեզ պետք եք դուք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես գաք ու կանգնեք մեր կողքը ժողովուրդ ջան, մենք ունենք ձեր կարիքը, ձեր օգնության կարիքը, չգիտեմ ոնց ասեմ։ Պետք է համախմբվենք, միամուր ուժերով գնանք առաջ ժողովուրդ ջան։ Հայաստանի Հանրապետությունում կրթօջախները շատ բարձր մակարդակի վրա են աշխատում, ուսուցիչների աշխատավարձի գրաֆիկը ըստ գիտելիքների շատ բարձր մակարդակի վրա է, վարձատրությունը բանվոր դասակարգի շինարար կլինի, մասնագետ կլինի, կրթության ոլորտում կլինի, տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետությունը աճել, զարգացել է ժողովուրդ ջան։ Ըստ այդմ խնդրում եմ, որ գաք, լինեք մեր կողքին, մեր երկրի կողքին, մեր բանակի կողքին ու մեր կողքին, մենք ձեզ կսպասենք մեծ սիրով։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում սեր ու հարգանք է շուրջ 8 տարի, կարելի ասել սավառնում է սեր ու հարգանքը հասկացողի, ընդունողի ու գնահատողի համար։ Այն որ Սփյուռքն ա արել, ոչ մեկ չի արել, ես միշտ ասել եմ։ Ու միշտ ինձ իմ ընկերները ֆեյսբուքյան, ովքեր ինպես բլոգեր ասված համակարգն էին առաջ տանում իբր թե, ասում են Ռուստամ ինչ ես առավոտից իրիվում Սփյուռքի անունը տալի։ Կներեք ընկերներ ջան, մեզ Սփյուռքով ճանաչեցին։ Կներեք մեզ Ռուստամ ասելու տեղը, Ավագյան ասելու տեղը եւ մյուսներին իրանց անունի տեղը ազգանունով դիմելու համար Սփյուռքը կերտեց այդ անուն ազգանունը, ասես կարելի ասել։ Սփյուռքը ճանաչված դարձրեց Հայաստանի Հանրապետության սովորական ապրող մարդուն։ Այսօր որ դուրս եմ գալի գնում եմ եկեղեցիներ, գնում եմ Քարոզ Արշավի, չգիտեմ, գնում եմ ընտրատեղամասեր, ընտրության օրերին, կամ քայլում եմ փողոցով, ժողովրդի հարգանքը, այդ բոլորը Սփյուռքից եկավ մեզ ժողովուրդ ջան, այդ բոլորը, ձեր լուման կար դրա մեջ, ձեր մեծ ներդրումը կար, թե բարոյապես, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, դուք ահռելի օգնություն եք բերել մեզ, մեր երկրին։ Ստայդեմ ես ուզում եմ, որ դուք վերադարձեք, կանգնեք մեր կողքին, մենք պատերազմի անդառնալի օներին, դեղորայքի տեսքով, հագուստի տեսքով, ֆինանսի տեսքով ուներ իմ երկիրը ձեր կարիքը, բայց հիմա իմ երկիրը ծաղկեց, աճում, բարգավաճում է, բայց մենք ֆիզիկապես արդեն իսկ ունենք ձեր կարիքը, որ դուք ֆիզիկապես լինեք մեր կողքին։ Այսքանը մեր Սփյուռքի հայերին, մեր գիտակից հայերին, հայրենասեր հայերին շնորհակալություն եմ հայտնում, խոնարհվում եմ, այն ինչ որ պակասացրել ենք ձեր տներից, թող Աստված կրկնակին ավելացնի, երբ որ գաք Հայաստան, ձեր
լուման ու ներդրումը կտեսնեք Հայաստանում ժողովուրդ ջան, վերադարձեք Հայաստան։ Իսկ հիմա ուզում եմ մի փոքր խոսեմ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր օղակներից մեկից, որը որ զինվորն է։ Այսօր նայում եմ սոցցանցերում ու տեսնում եմ ինչ է կատարվում։ Ոնց են զինվորներին դիմավորում, ոնց են ճանապարհում։ Նախ եւ առաջ խոնարհվում եմ այն զինվորների առաջ, այն զինվորների ընտանիքների առաջ, որոնց արյան գնով այսօր մեր երեխեքը բանակում են, որից մեկն էլ իմ երեխեն, ու զինվորների մեջ բացարձակապես տարբերություն չեմ դնում։ Հարյուրավոր զինվորների եմ գնացել տեսել, բայց ես իմ մինուճարին չեմ գնում տեսնում, չեմ ուզում տարբերություն դնեմ, չեմ ուզում տարբերվի ինչ-որ բանով ու չի էլ տարբերվում ու հպարտ եմ, որ տես ծառայող տղա ունեմ։ Երբ որ իրան ինչ-որ մի բան է պետք լինում, ինքը ասում է տատի 4 հատ ուղարկի, պապա 5 հատ ուղարկի։ Տատին դե տատի է, հարց է տալի 5 հատ ինչ ես, ասում է տատի ջան 5 հոգով ենք մենք այսօր պոստում։ Մի խոսքով թող բոլոր զինվորները ծառայեն խաղաղությամբ, սիրով, հարգանքով, պահեն այդ հողը։ Ներկա սերնդի մասին է խոսքը, ովքեր գնում են բանակ, ովքեր այնտեղ են, գնահատեն այդ հողը, որովհետև այդ հողը այրան գինը շատ թանկ է, մենք վճարել ենք դրա համար, մենք հարյուրավոր ընտանիքներ կորցրեցին իրենց մինուճարներին, ժողովուրդ ջան։ Խոնարհվում եմ այդ ընտանիքների առաջ, ներողություն եմ խնդրում այդ ընտանիքներից, որ իրենց երեխեքի այրան գնով ապրում ենք, մեր տղերքի այրան գնով, դրանք մենակ իրենց երեխեքը չեն։ Չգիտեմ, ուժու կորով իրանց, այն իրենց տան մնացած մինուճար սյուներն էլ թող աճեն, բարգավաճեն, առողջ լինեն, սերունդ տան, որ հերոսների անունն ու հիշատակը վառ մնա այդ օջախներում։ Մեծ ցավ եմ ապրում զինվորից խոսալուց, չգիտեմ։ Անցնում աչքիս առաջով այդ օրերը, ոնց է եկել, ոնց է գնացել, դրանք շատ պատասխանատու ծանր օրեր էին։ Այսօր ինձ մեկը ասեց, Ռուստամ ջան, ինչի՞ չէ պատերազմի են մեծ ժամանակ, որ շատ հետևորդներ ուներ, YouTube-յան էջ բացում, ասեցի, որ ժամանակ, որ հիվանդանոցներից գալիս էի շորերս Արնոտ, Ճամփեքին էլ ծեծ է յուտում դաշնակների կողմից, Նայիրա Զորաբյանի սաստավի կողմից, Դոդի Գագոյի սաստավի կողմից, Քոչարյանի սաստավի կողմից, Անտիկվար Վանեցյանի սաստավի կողմից, ու այդ ժամանակ, այդ սքաշաղախ վիճակում, դուք ինչ եք կարծում, ես ուժ ունեի YouTube-յան էջ բացեի կամ մտածեի YouTube-յան էջի մասին, YouTube-յան էջը էլ ավելի պարզ, էլ ավելի տեսանելի, էլ ավելի հասանելի արտահայտվելու մտքինդ շարադրելու ուղղարգի էկրան է իմ համար, ես դա այդպես եմ համարում ու այդպես եմ կոչում, կոսպեկտավորում ես պրոցեսը, սա ինձ համար հեռուստաեթեր է, որը ես կարում եմ իմ ասելիքը ասեմ ու իմ խոսքը բարձրաձայնեմ ու շնորհակալ եմ իմ հետևորդներից, ես YouTube-յան էջը չեմ օգտագործում ուղղակի YouTube-յան էջ։ YouTube-յան էջը ինձ համար ծառայում է իմ երկրի բարօրության, իմ զինվորի բարօրության, իմ սփյուռքի բարօրության, իմ գիտակիցայի համար, եւ դա շատ կարեւոր էջ ու օղակ է ինձ համար, որպեսզի ես իմ մտքինը արտահայտվեմ։ Ես էլ իմ մեծ ներդրումն եմ ունեցել։ Մի անգամ եմ այս բառը ասում, այսա որ ասում եմ առաջի անգամ ժողովուրդ ջան, առաջի անգամ ասում եմ այս բառը։ Ես մենակ սփյուռքից խոսալուց եմ այսքան հանդարտ, հանգիստ խոսացել։ Ու շատ զգուշ, որ ուշադիր, զգուշ, որ բառերի մեջ հանգարց ու հանգարց չթերանամ, որ բառերի մեջ հանգարց ու հանգարց վրիպում չանեմ։ Սփյուռքին պետքա լավ նայես։ Ունես ոնց որ բարուր երախուն, որովհետև սփյուռքը պատերազմի օրվանից, հեղափոխության օրվանից մինչև առ այսօր ինձ վերաբերվել է որպես բարուր երեխա։ Ինձ, իմ պետության մեջի ապրող են բոլոր տուժած, ֆինանսապես, ֆիզիկապես, սոցիալապես անապահով մարդկանց մեր սփյուռքը ծառայել է բարուր երեխու պես։ Դրա համար ես շատ ուշադիր եմ իմ բառերի մեջ սփյուռքի հանդեպ։ Շատ զգուշ եմ, գրեթե չեմ վիրավորել, չեմ նեղացրել, չունեմ դրա իրավունքն էլ։ Խոնարհվում եմ սփյուռքի առաջ, ետ վերադարձեք, մենք ունենք ձեր կարիքը, եկեք ու ձեր լուման ներդրեք, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ կարաք արտադրեք, զարգացնեք, կառուցեք, վերանորոգեք, հինը, նորը, բոլորը ժողովուրդ, ես անպայման այդ հարցում ձեզ սատար կկանգնեմ, վերադարձեք,
կանգնեմ ձեր կողքին։ Սփյուռք ջան, վերադարձեք, ձեզանից շատ շնորհակալ ենք։ Դուք իմ համար են ամենակարևոր օղակներից մեկն եք, որին պիտի արտահայտվես շատ մեծ հարգանքով, սիրով, որովհետև ես ձեզնից հարգանքից ու սիրուց բացի բացարձակապես ոչինչ չեմ տեսել։ Ինձնից շատ քիչ սփյուռքի հայեր են նեղացել, շատ քիչ, գրեթե 3 հոգի։ Երբ որ ասում էի Հոպար ջան, եկել եմ, ես ինչ տեղն եմ, էկրանդ բացի որ ցույց տամ, քո տվածը բերել եմ, ասում են էլի մեջ չխոսած Ռուստամ ջան, պետք չի տենց անես, մենք քեզ սիրում ու վստահում ենք։ Այսօր ես ձեր վստահության արդյունքում ունեմ հազարավոր հետևորդներ, որոնք կանգնած են իմ կողքին, իմ ընտանիքի կողքին, ու մինչև այսօր ես շփվում եմ բոլորիդ հետ իմ Facebook-յան էջով, մենք գրվում ենք, մենք խոսում ենք, մինչև այսօր դուք կաք ու իմ կողքին եք, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, թե հոգեպես, ես շատ շնորհակալ եմ, շատ բոլորիցդ։ Դրա համար շատ ճիշտ կոսպեկտավորվեց մեր եթերը այսօրվա դեպի ձեզ, որովհետև դուք կարևոր օղակ եք Հայաստանի Հանրապետության ու պետականության համար։ Ուստի վերադարձեք։ Մենք ունենք նաև սփյուռքի հայեր, որ Սփյուռքում մենակ Հայաստանի Հանրապետության հետ կատարվող թոուբոյի ժամանակ մենակ կոմենտարիա գրելով են մասնակցում, ներկայանում որպես հայ, մենակ լայք դնելով են ներկայանում որպես հայ, ու իհարկե վատ կեցվածքով, վատ մտքերով, վատ խոսքերով ու կոմենտներով։ Հայաստանի Հանրապետությունը այնքան է զարգացել, սիրելի սփյուռքի Հայաստանի Հանրապետությունը ուղարկի լայքող հայ, որ խորհուրդ կտամ վերադառնաս ու քո աչքով տեսնես, ես քեզ անգամ վիրավորելու ոչինչ չունեմ, քեզ օտարությունն է այդ օրը հասցրել, քեզ Facebook-ն է այդ օրը հասցրել, սոցցանցը, սոցհարթակը, որովհետև դու ներկա չես եղել, դու չես տեսել Հայաստանի կարգավիճակը, ընդհանրապես ես ուղարկի կուզեմ, որ գաս, թե գիտակիցը, թե անգիտակիցը, թե լավը, թե վադը, թե քաղաքական հայացներով ես իշխանության կողքը կանգնածը, կուզեմ, որ անպայման վերադառնաք, անպայման, ու տեսնեք մեր Հայաստանը, մեր Հայաստան աշխարհը, ինչ կարգավիճակում է։ Ներսի Թուրքի շնորհիվ մի քիչ էլ փոքրացավ, բայց այդ փոքր հատվածն էլ անգամ շենացավ ու շատացավ, թե ֆիզիկապես, թե բարոյապես, բայց մեր երկիրը, թե ֆիզիկապես, թե բարոյապես ունի ձեր կարիքը, ձեր բոլորի կարիքը։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ձեզ ինչքան էլ գովեմ, ինչքան էլ հրավիրեմ, ինչքան էլ խնդրեմ, որ գաք, գալու եք, դուք դրան արժանի եք, որ ձեզ գովեմ, դուք դրան արժանի եք, որ գաք ու ապրեք ձեր հողի վրա, ձեր հողու ջրի վրա, ձեր հողու ջուրը շենացնեք ու ապրեք ձեր երկրում, ձեր թոռները, ձեր երեխաներն էլ մեծանան ձեր երկրում, դա շատ կարևոր բան է, թե մեր համար, թե ձեր համար։ Դուք դա մեզանից շատ եք ուզում, բայց մեզ էլ ճիշտ հասկացեք, մենք ձեր կարիքն ունենք, ձեզ սիրում ենք, հարգում ենք, կարոտում ու դռնմբաց սպասում ենք։ Ձեզանից ինչքան խոսամ խոսալու է, շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի հայերին, այն հազարավոր հայերին, ովքեր կանգնած են մեր պետության ու պետականության կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի բոլոր հայերին, բոլոր։ Մի օր կհիշեք երեխեք իմ Facebook-յան էջով, որ գրել էի տետրի մեջ բոլորի անուն ազգանունները, ոնց որ գրանցված էին Facebook-ում, հենց այդ լեզվով, այդ բառապաշարով էլ գրել էի ու կարդում էի, կարդացի 120 հերթանի տետրի ուղիղ 5 թերթը ու էլ չկարեցա կարդամ, ժողովուրդ։ Այդքան մարդ ա կանգնել իմ կողքին։ Ես բոլորից եմ շնորհակալ, անուններ չեմ տալի, ուզում եմ, որ առողջ լինեք, ուզում եմ, որ ուրախ վերադառնաք, ուրախ, այնքան ուրախ կարաք գաք, որ հետներդ ոչինչ չվերցնեք, ոչինչ, այդքան լավ է լինելու Հայաստանում ու լավ է արդեն իսկ Հայաստանում։ Դրա համար կոչ եմ անում, որ վերադառնաք, ժողովուրդ ջան։ Գաք, ապրեք մեր հետ, մեր երկրում ու կտեսնեք մեր երկրի կարգավիճակը, թե ինչքան է բարելավել։ Հայաստանի Հանրապետությունը նմանվում է Եվրոպային, ժողովուրդ, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, թե իր արտաքին տեսքով։ Բարոյականությունով չեմ կարա շատ բան գովեմ, որովհետև սոցցանցերում չափից ավել խայտառակ կարգավիճակ ա տիրում, տեսնում ես ինչ են անում հակառակ թիմը։
իմ ձևով շարժումի մասին է խոսքը, դաշնակների մասին է խոսքը, լիքն են, քանդող բոլոր երկրներում է կան ժողովուրդ ջան։ Ուստի շնորհակալություն եմ հայտնում բոլորից հետ, կոչ եմ անում, որ վերադառնաք։ Ես իմ 18 թվից մինչև այսօր սենց հանգիստ, սենց հանդարտ, սենց սիրտս լծված եթեր չէի ունեցել, իրոք սիրտս լծվեց։ Ուզեմ որ գաք։ Շատ բարերար հոպարներ, տատիներ, մորքուրներ, անգամ ջահել տղերք պատերազմի օրերին, վատ լուր ստացա, որ մահացել են, թող հանգչեն խաղաղությամբ մեր սփյուռքի հայերը, նաև ամանորի գիշերը մահացավ, այսինքն ամանորի հենց օրը, ամանորի օրը հողարկավորվեց Ամերիկայից շատ մեծ բարերար Հակոբ հոպարը, լիքը ընտանիքներ ժողովուրդ, որ կարոտով գնացին Հայաստանից, ուստի կոչ եմ անում, որ բոլորդ վերադառնաք, վերադարձեք, լավ կլինի, մեկը գրում է կապիտուլանտ Նիկոլը կապիտուլանտ կլներ, որոշել եմ չանդրադառնամ, բայց գիտեք էլի, ես էմոցիոնալ անձնավորություն եմ, Նիկոլը կապիտուլանտ կլներ այն ժամանակ, երբ որ քեզ մորդ թողած ըլներ հենց այդ կապիտուլացված երկրում, բայց քանի որ քեզ քրքաշ բերել է հասցրել այստեղ, ահա եւ այդ պիտակն է գրում։ Այսքանը ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորիդ շատ սիրում հարգում եմ։ Այն հակագրողներից էլ եմ շատ շնորհակալ, որովհետև եթե վառված չլինեք, չեք գրի, լավ տենում եք ամեն ինչ, գետի բերանին կանգնած ջուր չեք կարում խմեք դաշնակներ ջան, գետի բերանին կանգնած ոչինչ չեք, անապատում ծառավ եք մնում, անապատի վիճակա ձեր մոտ, ոնց որ այդ հասցով, բայց անապատում ըլնես, դրա համար հերսերից գրում եք, խոսում եք, բայց փառք Աստծու, փառք իմ վարչապետին, փառք իմ գիտակից ժողովրդին, ովքեր կանգնած են իմ իշխանության, իմ պետության ու պետականության կողքը։ Սիրելի սփյուռք, շատ հարգում եմ, շատ սիրում եմ, խոնարհվում եմ։ Բրավո ժողովուրդ ջան, ձեր բոլորի առաջ միշտ երբեք իմ մտածելակերպը, իմ կարծիքը, իմ գիտելիքը դեպի ձեզ չի փոխվել ու չի էլ փոխվելու, բացարձակապես փոխվելու իրավունք անգամ ես չունեմ։ Ես 18 թվից մինչև առեսօր ձեզնով եմ ու մինչև առեսօր ձեր ներդրումն է իմ մոտ ժողովուրդ ջան, ձեր ֆիզիկապես, ձեր ֆինանսապես, ուստի ես էլ իմ շնորհակալության ու երախտիկի խոսքը սենց եմ ուզում հայտնեմ ձեզ այս ֆորմատով, եկեք Հայաստան, ապրեք Հայաստանում, ունեցեք ձեր մեծ ներդրումը, ֆիզիկապես, ֆինանսապես, բարոյապես մեր երկիրն ունի ձեր տեսակի կարիքը։ Դուք են կարևոր օղակն եք, որ ոչ ձեր կամքով, բայց լքել եք ձեր երկիրը, ձեր տունը, ձեր բունը, ձեր տաքուկ անկյունը, վերադարձեք, թքի ընտանիքիդ վրեն, ինչ ասեմ քեզ, անմակարդակության մարմնավորում, ուրիշ բան չեմ կարող ասեմ, ժողովուրդ ջան, լավ մնացեք, շատ սիրում եմ, շատ հարգում եմ, որոշել եմ ընդհանրապես այս թափթփուկ կոմենտներին չանդրադառնալ, բայց մեկ պետք է ժողովուրդ ջան, մեկ պետք է սրանց իրանց տեղը ցույց տաս, երբ որ վարչապետը եկավ իշխանության, սրանք սողում էին, իսկ հիմա ցավից դողում են, սրանց պետք է մեկ իրանց տեղը դնես, որ իրանց տեղը ճանաչեն, սրանց նման այնքան չկայացած համակարգ կա, այնքան կրտած անմակարդակ կա, այնքան չգիտեմ, էժանագին են, էժան, 20,000 դրամ են ընդամենը ժողովուրդ ջան, կարաս վարձես ամեն հարցում քշես, ուղարկի դու մի տուր, չեմ վերցնի, որ քեզանից վերցնենք, ասեն Նիկոլականը բյուջեն թալանեց, էշ վարձեց, ավելի նախընտրելի է 10 իմ ձևով շարժմանը, նրանք լավ են վճարում, ես մարդ ունեի կողքի գյուղից, եկավ իմ ձևով շարժմանը Ռուսաստանից, մի լավ գումար աշխատեց, պարկերը փակեց գնաց, մի հոգի էլ գեղից էր տարի հետ, իմ գեղից, խնդիր չկա, այս համակարգը էս է, փախնի բան ինչ կանի, սրանց տես պետք է անես ժողովուրդ ջան, սրանց բարոյապես, ֆիզիկապես, ֆինանսապես պետք է վիրավորես, աջից ձախից, որ սրանք կոսպեկտավոր են, սփյուռքի հայեր ջան, էս է ներսի թուրքը, կոմենտարիա գրող, լայքող քոչարյանական կլանի հետևորդներ, ես սրանց ասում եմ սավան,
Սավան, որտեղ ասում են պարկի պարկում ես, սրանց այդքան շատ չարժի անդրադառնալ, չարժի մեր էս սրտացավ հրավերքը, Ջիգյարովի սրտե կատարած եթերը, որ անունը հրավերք էր, վերադարձ էր, ապա կանել սրանց պատճառով արդեն իսկ 25 րոպեա խոսում ենք, ժողովուրդ ջան, գրվում ենք, շփվում ենք, լսում ենք իրար։ Բոլորիցս շատ շնորհակալ եմ, լավ մնացեք, առողջ եղեք, վերադարձեք։ Իմ այս եթերի անունը մնաց վերադարձ։ Ես ձեզ սպասում եմ, մեր երկիրը ձեզ սպասում է, ձեր շատ սիրած պետությունը, պետականությունն ու վարչապետը իր շքախմբով ձեզ սպասում է, ժողովուրդ ջան, եկեք Հայաստան, մեր դռները բաց է ձեր առաջ։ Մենք ձեր երեխեքն ենք, ձեր թոռ ու ծոռներն ենք, ու սա ձեր դարպասներն է։ Եկեք Հայաստան։ Ես բոլորիդ կդիմավորեմ ավանդական ադատներով, աղ ու հացով, մեր տարազով, դհոլ զուռնով, խոսք եմ տալի։ Եկեք ու մի գնացեք, մենք ունենք ձեր կարիքը, մեր երկիրը ունի ձեր կարիքը, ժողովուրդ։ Մենք իրոք ունենք ձեր կարիքը, այսքանը, լավ մնացեք, ձեզ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, խոնարհվում եմ, շնորհակալություն եմ հայտնում, ներողություն եմ խնդրում, ուրախ եմ, որ կաք, մեր կողքին եք, լավ մնացեք, ձեզ բոլորին, մի քիչ էլ ավելի մոտքից, իմ վարչապետի սրտիկից եմ ուղարկում, դա մեր լոգոն է դառել, երբ որ հրապարակում տոնածառի վրա էլ կար, դա իրոք մխրճվեց Հայաստանի Հանրապետության հետ սրտի մեջ, այդ սիրտը, այդ փոքրիկ ձեռքերով, այդ մաքուր ձեռքերով սիրտը էլ ավելի մեծ ձևով մխրճվեց մեր Հայաստանի Հանրապետության սրտի մեջ ու դարձավ դա մեր լոգոն։ Ասում է Հայաստանը փոքրացավ, շենացավ, եռաբլուրը կրկնապատվեց, եռաբլուրը այո կրկնապատկվել է, ապրես, հազիվ մի ճիշտ խոսք ասեցիր, եռաբլուրը կրկնապատվեց, ես չեմ վիրավորում քեզ, որովհետև չեմ ճանաչում, կարող է եւ դու զոհված զինվորի ընտանիք ես, ես խոնարհվում եմ, բայց եռաբլուրը կրկնապատվելու մեջ իմ վարչապետը ընդհանրապես մեղք չունի, մեղք ունի հայ ժողովուրդը, որ 5000 դրամով գնում էր ընտրության, ով որ մի մեշակ վիշի ալիով ընտրում էր պարուր Հայրիկյան, որ ոչ մեկ չէր ընտրում, ով որ 2 մեշակ վիշի ալուրով գյուղերում էին բաժանում, ընտրում էր Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան, էդ էլ կերտեց մեր այսօրվա եռաբլուրը, դա դարձավ մեր եռաբլուրի քավորները, դրանք են մեղավոր, երբեք անմեղ մարդու մեղքը մի առեք, բացարձակապես, այսքանը լավ մնացեք ժողովուրդ ջան, այսուհետև խոսք եմ տալի եթերների ժամանակ ընդհանրապես կոմենտներին չնայեմ, չհավասարվեմ, իսկ եթե զոհված զինվորի ծնող ա գրում, ես լուռ լսում եմ, անհատական էլ գրում են, վիրավորում են, ասում եմ շնորհակալություն, կներեք մեզ, որ մենք ապրում ենք ձեր երեխեքի արյան գնի հաշվին, ես այդքան մակարդակ, դաստիարակություն ու տակտիկա ունեմ դեպի սքաշաղաղ ընտանիքը ժողովուրդ ջան։ Լավ մնացեք, ձեր բոլորին շատ սիրում եմ, հարգում եմ, կարոտում եմ, Սփյուռք ջան, վերադարձի տուն, մեր դռները բաց է։ Մենք դռները բացողն ենք, սրանք ձեր դռներն են, որը կբացվեն ձեր առաջ շատ ջերմ ու կարոտով։ Լցված կսպասենք բոլորի վերադարձին։ Եկեք ու շենացրեք մեր երկիրը, կանգնեք մեր երկրի կողքին, այսքանը լավ մնացեք։ Այս եթերը քաղաքական չէր, այս եթերը հրավերք էր, ուղղորդում էր, խնդրանք էր, պահանջ էր մեր դրսի հայերին, որ գան ու լինեն մեր երկրում, իրանց երկրում, մեր կողքին, մենք ունենք իրանց կարիքը։ Այսքանը լավ մնացեք։ Դուք եք շատ ճիշտ հայեր ջան, Հայաստանի ներսում ու դրսում գտնվող մեր հայեր, լավ մնացեք, բոլորի ջերմ բարևում եմ, գրկում եմ, սրտիկ եմ ուղարկում, առողջ լինեք, խաղաղ գիշեր, բարի լուսաբաց, այսքանը լավ մնացեք ժողովուրդ ջան, շատ սիրում եմ ձեզ, վերադարձեք հայեր, մենք ձեզ գրկաբաց կընդունենք, վերադարձեք, մենք ունենք ձեր կարիքը, բարի գիշեր բոլորիդ։